Ամեն անգամ, երբ որ Վեհապար Հայրապետը որևէ հոգևորականի կարգալույծ է անում, ձեր թիմակիցները գրում են, երևի նաև ձեր ցուցումով կամ ձեր իմացությամբ, որ ասենք, այս ինչ հոգևորականը կարգալույծ չէ, նա շարունակում է զբաղվել իր հոգևոր ծառայությամբ։ Ու մարդկանց մոտ հարց է առաջանում, բայց եթե Վեհապար Հայրապետը այդ մարդկանց օծել է, սարքել է եպիսկոպոս, թեմի առաջնորդ, չգիտեմ, ինչ որտեղ կարգել է որպես հոգևոր սպասավոր, ո՞նց եք դուք որոշում, որ այդ մարդը կարգալույծ եղած է, թե կարգալույծ եղած չէ։ Նույնքը, որովհետև ասենք Գարեգին երկրորդին դուք կաթոլիկոս չեք համարում։ Նույնքեր կարող են օրինակ ձեզ վարչապետ չհամարել, ասել, թե որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի, իր նախարարներն են նախարար չեն ու չընդունեն օրինակ ձեր որոշումները։ Նախ սա ոնց է նորմալ է գնահատում, թե ոչ, որովհետև նույն հաջողությամբ կարող է օրինակ Առաքել Սրբազանը չհամարվել եպիսկոպոս, որովհետև Արգիշտի Քյարամյանի հայրն է եւ զավակ ունի։ Ինչպես դուք եք ասում, որ Կտրիչ Ներսիսյանը ձեր խոսքերով ասած զավակ ունի։ Մենք ունենք, որովհետև ժողովրդից ստացել ենք այդ իշխանությունը բանեցնելու լեգիտիմ մանդատ։ Եվ մենք Կտրիչ Ներսիսյանի նման ինքնակոչ չենք։ Եվ այո, մենք չենք ճանաչում Կտրիչ Ներսիսյանի կայացրած որևէ որոշում եւ իմիջայլոց այդտեղ արդեն մենք իրավական արձանագրումներ ունենք եւ բոլորը պարտավոր են պետության մեջ հաշվի նստել իրավական արձանագրումների հետ, անկախ նրանից որտեղ են աշխատում, վարչապետ են, կառավարության շենքում են աշխատում, թե որևէ այլ տեղ, ներառյալ դուք, ներառյալ նաև այն մարդիկ, ում անունը տալիս